Բարև ձեզ Factor TV հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վագն Ալեքսանյանը, բարև ձեզ Ալեքսանյան, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկի հարցազրույցում հայտարարում էր, որ տեսնում են ազգային ինքնագիտակցության վտանգ, որ Հայաստանը պետք է նոր ղեկավար ունենա, ինչպիսին դիտարկում են իրենք Սամվել Կարապետյանին, 300,000 աշխատատեղ ստեղծելու խոստում է տրվում, բարձրացնել թոշակները եւ այլն։ Այդ ԿՊ-ն իշխանազրկման վտանգ չի տեսնում արդյոք եւ ունեք բովանդակային հակադարձում։ Ազգային ինքնագիտակցության կորստի վտանգ ասիկ Այո, ու որոշել են այդ վտանգը չեզոքացնել իսրայելցի հրյա փիարշիկներ բերելով Հայաստանի Հանրապետություն, այսինքն մեր ազգային ինքնագիտակցության այդպես վտանգ կա, որը պետք է լրացնեն 3 երկրի քաղաքացի, 3 հայրենիք ունեցող Սամվել Կարապետյանը եւ նրա հրյա փիարշիկները, այդպես ինչ-որ բան կա, հա, այդպես հետ ենք մնացել երևի ինչ-որ բանից։ Աբսուրդ է, լավ, ծիծաղելի է դա, ասենք անկեղծ։ Մնացած հեքիաթները էլ ավելի ծիծաղելի են իհարկե, հատկապես հաշվի առնելով, որ այդ մարդիկ Սերժ Սարգսյանի իշխանության փայատերեր են եղել, ամենաուղիղ։ Նրա հայրը եղել է հանրապետական կուսակցության, հանրապետական խմբակցության ազգային ժողովի ղեկավարը, խմբակցության ղեկավարը, էլի տենց հասարակ ինչ-որ միտեղ անկուսակցական падգամավոր չի եղել, խմբակցության ղեկավարն է եղել, հետո Սերժի աշխատակազմի ղեկավարը։ Աշխատատեղեր, չգիտեմ ինչեր, ուրիշ հեքիաթներ, անեիք։ Գործարաններ թիվ 1 ներդրում են այսօր Հայաստանի։ Դե ինչ են ներդրում։ Անեին, թող 300,000 աշխատատեղը ստեղծեին իրանք, եթե կարող էին։ Մենք կարող էինք ու մենք ստեղծել ենք 300,000 աշխատատեղ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, դուք Կարապետյանների ընտանիքին ընդհանրապես եւ մեր ձևով շարժման մեղադրում եք այսպես ասած նախկինական լինելու մեջ, պարոն Կարապետյանն այդ հարցը տրվել է, ասում է, չէ՞ որ 17-ին Կարեն Կարապետյանը, այսինքն իր հայրը հեռացել է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից անհամաձայնություն ունենալով տարվող քաղաքականությանը եւ դեմ է արտահայտվել Թալանին, այսինքն դուք այդ մարդուն չեք կարող Թալանչի որակել, ինչի մեջ մեղադրում եք։ Այսինքն 2008 թվականից մարտի 1-ից հետո էլի ֆիքսենք, մարտի 1-ից հետո դարձել է հանրապետական խմբակցության ղեկավարը իր հայրը, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 թվականներին Թալանի հետ կապված խնդրեմ չի տեսել, այ 2017-ին Թալանի հետ կապված խնդրեմա տեսել ու դուրս է եկել։ Լավ ձեռք առնում։ Այդ խիով չգիտեր, որ այն ժամանակ կային իշխանությունում հստակ խմորումներ 2017 թվականին, ինչ որ մի բան իրար հետ չեն կիսել, դուրս են եկել, երեսը փրկելու համար անունը դրել են Թալանի հետ կա։ Այդ Թալանը 2008-ին չկար, 2009-ին չկար, էլի եմ ասում 2010-ին չկար, 11-ին չկար։ Միգուցե սпасել է, որ Սերժ Սարգսյանը կշտկի, հասկացել, լավ, մի տարի է սпасել, 2 տարի է սпасել, 3 տարի է սпасել, 4 տարի է սпасել, լավ 5 տարի է սпасել, բայց 10 տարի է սпасել։ Չէր կարելի 10 տարի։ 10 տարի, իրոք։ Թե կարող է այդ ամեն ինչի մեջ իրանք փայ ունեին, հետո փայը չեն կիսել իրար հետ, այս մի հարցը չեն կիսել, այն մի հարցը չեն կիսել։ 2008-ի մարտի 1-ի բերումով դարձել են իշխանություն։ Ճիշտ է։ Դրանից հետո ինչեր է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ամեն ինչը իրանք սրտով է եղել։ Նախ 2008-ի մարտի 1-ը իրանք սրտով է եղել։ Okay են եղել մարտի 1-ի հետ, բայց 2017-ին այդ Թալանը գլուխ է բարձրացրել կտրուկ միջև այդ չեղած Թալանը։ Իսկ դուք ինչ տարբերակ ունեք, ինչու է հեռացել։ Ունեք։ Իրար մեջ խմորում է եղել հանրապետականը կլանային կառավարման համակարգ է եղել։ Ասենք մեր կուսակցությունը ո՞նց է, մեր կուսակցությունում կա ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմ, այսինքն կուսակցությունում քո դերը ու քո դիրքը որոշվում է ներկուսակցական քվեարկությամբ։ Օրինակ մեր մոտ վարչությունը ընտրվում, վերահսկող հանձնաժողովը ընտրվում, համ մասնական ցուցակն է ձևավորվում էլի ներկուսակցական քվեարկությամբ, ժողովրդավարական մեթոդներով։ Այնտեղ այտենց չի եղել։ Հանրապետական կուսակցությունը այդպիսի կուսակցություն երբեք չի եղել։ Այնտեղ եղել է իշխանություն, եղել են իշխանության փայատերեր։ Սերժ Սարգսյանը եղել է այդ փայատիրական բուրգի գագաթին, մնացածը եղել են այդ բուրգի տարբեր մասերում ու տարբեր փայեր են ունեցել, տարբեր չափի փայեր են։ Ամեն դեպքում քչերն են հեռացել Թալանին դեմ արտահայտվելով, ինչպես Կարեն Կարապետյանը, Նարեկ Կարապետյանի հայրը։ Լավ, դա հեքիաթ է։ Ժողովուրդ ջան, դա հեքիաթ է, հարգելի Ռոբերտ։ Ասում եմ 2008-ին այդ Թալանը չկար, 9-ին այդ Թալանը չկար, 10-ին այդ Թալանը չկար։ Իրանք այդ իշխանության Սերժ Սարգսյանի իշխանության մեծագույն փայատերերից մեկն են եղել։ Ամենամեծ փայատերերից մեկն են եղել, բայց մի բան էլ կա։
Եթե տենց արժե համակարգային անհամաձայնության բերումով է, 2 օր առաջ Արմեն Աշոտյանը չէր ասի, որ իրանք, այսինքն հանրապետականը ավելի շահագրգիռավոր մեր ձևով դառնա իշխանություն, քան հենց ինքը մեր ձևով ուղիղ տեքստով նման բան ասել։ Տեսեք, իշխանություն մեղադրում է ըստ էության Սամվել Կարապետյանին, որ նա կենթարկվի Ռուսաստանի ճնշումներին, քանի որ մեծ կապիտալ ունի այդ երկրում եւ Կրեմլը ճնշման գործիք ունի իդեմս այդ բիզնեսների, մինչդեռ Նարեկ Կարապետյանը այսպես էր հակադարձում, որ ինչպես արդեն նշեցինք, Սամվել Կարապետյանը Հայաստանի թիմ 1 ներդրողն է վերջին 5 տարիներին, ամենամեծ գործատուն, եւ պարոն Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը առաջնային են պարոն Կարապետյանի համար, այն ինչպես նա կարող է դեմ գնալ Հայաստանի շահերին, ասենք Կրեմլի ճնշմամբ այս դեպքում։ Շատ պարզ։ Առավել քան պարզ, ոնց է միջև այդ դեմ գնացել նրա եղբայրը Հայաստանի շահերին, լինելով Սերժ Սարգսյանի թիմին։ Թիմի կարևորագույն անդամներից մեկը, բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանի շահերից բխող կառավարում իրականացրած Հայաստանի իշխանությունն է եղել։ Դուք կիսատ եք ասում, այդ մարդը նաև մեջ է բերում Պորոշենկոյի օրինակ, ասում է ոնց է, Պորոշենկոյի բիզնեսները Ռուսաստանում աշխատել են նույնիսկ այն դեպքում, երբ որ բանը։ Մի օր չտևեց, հերկվեց այդ ամեն ինչը, պարզվեց որ իր բերած օրինակը հենց հակասում է իր ասածին։ Այսինքն Պյոտր Պորոշենկոն, որը որ ուներ Ռուսաստանում բիզնեսներ, այդ բիզնեսները նախ փակվել են, հետո էլ ազգայնացվել են Ռուսաստանի կողմից։ Ու անուղղակի կերպով փաստացի մարդը ապացուցեց են բոլոր մտահոգությունները, որ ունեն մեր քաղաքացիները։ Այո, Կարապետյանի կապիտալը պատանդա առնվազն իր քաղաքացիության տարբեր երկրներում ինքը քանի քաղաքացիություն ունի։ Այս պայծրությամբ 3-ն է հայտնի, բայց գուցե 5-6-ն էլ ունենա։ Բայց չէ որ նրա անկալմամբ Հայաստանի շահերն են առաջինը։ Այդ որտեղ է դա երևացել։ Եթե Հայաստանի շահերն են առաջինը, 2 եղբայր են, Հայաստանում ինքը կատարել է Ռուսաստանում կատարած իր ներդրումների 1%-ը երևի կամ 2%-ը կամ թող իրանք թիվը ասեն։ Քանի տոկոսն է կատարել։ Եթե այդ ներդրումների տոկոսն է կարևորը, ասում եմ, ուրեմն այդ դեպքում Ռուսաստանը իր համար շատ ավելի կարևոր երկիր է, որտեղ ինքը այնտեղ ավելի շատ ներդրում է արել։ Եթե դա է արգումենտը, այդ արգումենտը հենց համոզում է, որ Ռուսաստանը իր համար ավելի կարևոր է, բայց 2 եղբայր ունեն 4 որդի, Սամվել Կարապետյանն ու իր եղբայրը ունեն 4 որդի ընդհանուր։ Այդ 4 որդիներից ոչ մեկ բանակում չի ծառայել։ Ոչ մեկ։ Կարող է հիվանդ է եղել կամ այլ պատճառներ։ Դե երկուսը հիվանդ են եղել, այո, Կարեն Կարապետյանի որդիները, Նարեկը ու մյուս եղբայրը հիվանդ են եղել ըստ թղթերի, իդեպ հիմա էլ քննչական կոմիտեն Նարեկին ասում Արի կրկնակի բուժզննություն անցնի, տեսնենք իսկականից դու հիվանդ ես եղել, թե տեղեկանքը կեղծը Նարեկը հրաժարվում է, կոչ եմ անում որ անպայման գնա, կատարի դա, որտեվ կարևոր հարց է հիմա այնուամենայնիվ կեղծ տեղեկանքով ես ազատվել բանակից, թե չի Սամվել Կարապետյանի դեպքում։ Որդիները առհասարակ ուչոտի չեն կանգնել այն կոմատում։ Փոքր որդին, այս պում անողը չէ, Սարգիսը չէ, այն մյուսը, որին չենք էլ տեսել եթերներով 2013 թվականից Հայաստանի քաղաքացի է, բայց Հայաստան գալիս է Կիպրոսի անձնագրով միայն, ուչոտի չի կանգնում, իր նկատմամբ նույնիսկ որոնողական աշխատանքներ են ծավալվում, որ տանեն ուչոտի կանգնացնեն, տանեն բանակ, փախածա չկա։ Հիմա է։ Չկա, ու այդ մարդը ասում է ես Հայաստանը սիրում եմ, ո՞նց է սիրում։ Տեսեք, ՀԺ-ի տեղեկությունով փաստաթուղթ կեղծելու խաբեության այդ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առայժմ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՔԿ-ում վարույթ կա նախաձեռնված, ըստ այս տեղեկությունների նա չի անցել որոշ ռենտգեն հետազոտություններ, դուք բերեցիք որոշակի մանրամասներ, այ ինչու է հարցը բարձրացավ, ես վստահ եմ հիմա անդիմությունը ասելու է, որ դուք տեսաք, որ Նարեկ Կարապետյանը քաղաքական սպառնալիք է ձեզ համար, շարժումը թափ է առնում եւ պատժում եք։ Ինչով ենք պատժում։ Քրեական վարույթ նախաձեռնել։ Չկներեք էլի մի վարքյան, անկախ նրանից շարժումը թափ է հավաքում, շարժումը թափ չի հավաքում, շարժումը էս է անում, շարժումը ինչ է անում։ Հիմա մարդը կեղծ տեղեկանքով է ազատվել բանակից, թե չէ։ Իսկ ինչու նախկինում այդ հարցը չէր առաջանում։ Ով է ասում նախկինում չի առաջացել։ Դե հիմա է քրեական վարույթ նախաձեռնում են։ Ինչ-որ մի բայ նախաձեռնում է, շատերի նկատմամբ է հիմա իդեպ, քանի հոգի բռնվել են վերջերս բժշկական հաստատություններից մեկի փոխտնօրեններ էս վերջերս բռնվել տեղեկանք կեղծելու ու էլի մնացած թեմա առողջապահական կեղծ ինչ-որ թղթեր տալու, որոնց հիմա վրա մարդիկ բանակից ազատվում, շարունակական process է։ Հիմա եթե քաղաքական գործիչը վախենում է, որ իր տարած տեղեկանքը կարող է ստուգվեն, դա իր խնդիրն է, հազար ներողություն, դա իմ խնդիրը չի։ Նույնիսկ եթե ձեր ասած այդ բանով գնանք, վարկածով գնանք, որը իդեպ ես միանշանակ պնդում եմ, որ սխալ է,
Բայց եթե նույնիսկ այդ բանով գնանք, ի սկզբանե պետք չէր ուրեմն կեղծ տեղեկանքով ազատվել բանակից, եթե իհարկե կեղծ տեղեկանքով ազատվել բանակ։ Հաշվեհարդար չի դիտարկվելու սա։ Այսինքն ինչ հաշվեհարդար։ Եթե մարդը չի կեղծել այդ տեղեկանքը, ինչ հաշվեհարդար։ Այսինքն նենց հիվանդություն է, որը ենթադրում եմ այդ հրապարակումից ռենտգենով երևում է, չէ։ Բայց ինքը ասաց ձեր իշխանության ժամանակ ոնց որ թե 18-ին դիմել է որ գնաց ծառայելու 28 տարեկանում 28 տարեկանում, երբ որ պարտադիր զինվորական ծառայություն կարելի է մեկնել մինչև 27 տարեկանը, 28 տարեկանում դիմել է, այսինքն այդ աբսուրդը դուք հասկանում եք, այդ ինչի մասին է։ Տեսեք, ես չեմ կարող ձեզ ասել ինչու չեք ծառայել, որովհետև ծառայել եք, ինչպես ես եմ ծառայել, բայց նաև նա հմեկի եթերում թվարկում էր նախարարների անուններ, ովքեր չեն ծառայել։ Ասում էր Արսեն Թորոսյանը չի ծառայել, Արսեն Թորոսյանը ծառայել է։ Իսկ մյուսները Ով։ Մյուս նախարարները։ Դե չգիտեմ, մարդը կոնկրետ Արսեն Թորոսյանի օրինակներ բերում, Արսեն Թորոսյանը ծառայել է զինված ուժերում որպես ռազմական բժիշկ։ Մյուսները ամբից տեղեկանքներ ունեն ձեր նախարարները։ Վստահ եմ։ Եթե իշխանություն փոխվի, հաստատ այդ տեղեկանքները այդ իշխանությունը ի սկզբանե փոխված է եղել։ Այդ իսկ իշխանությունը ի սկզբանե փոխված է եղել։ Չէ, ձեզնից հետո նկատի ունեմ։ Ես ասում եմ, այդ իսկ իշխանությունը ի սկզբանե նախկինում փոխված է եղել, այդ թղթերը երբ որ բան են եղել։ Եվ դուք վստահ եք, որ եթե իշխանություն փոխվի, նրանք չեն զինվի։ Բայց ում մասին է խոսքը, ասում են վարչապետը չի ծառայել, որտեղ վարչապետը ըստ նախկին գործող օրենքով, եթե մի տնից 3 եղբայր են, 3-ից 2-ը ծառայում են, երրորդը ավտոմատ ազատվում է ծառայությունից։ Այն ժամանակ գործել է այդ օրենքը։ Բայց իրանք տանը 4 տղա են ու 4-ից ոչ մեկ չի ծառայել։ Նույնիսկ եթե այդ օրենքը չկար, բայց այդ 4-ից գոնե 2-ը ծառայացել էին, ինչ որտեղ մեր հասարակությունը նկատել լավ, դե 2-ին ծառայել են, 2-ին ազատել են։ Բայց տենց չի։ 4-ից 4-ը, այդ մարդկանց արյունը կապույտ է, այդ մարդիկ մեզ ուզում են ամեն կերպ հասկացնեն, որ իրանց արյունը կապույտ է, որ իրանք միլիարդատերեր են, եւ այո, իրանց արյունը կապույտ է, եւ իրանք չպիտի անեն այնպիսի բաներ, որոնք որ անում են հասարակ քաղաքացիներ, ուսած պատահական չի, որտեվ հենց Նարեկ Կարապետյանի հայրը Կարեն Կարապետյանը իշմեք են հայտնի պատմությունը Նաիրիտի բանվորների։ Այդ իրանց փայլուն կառավարման տարիներին, երբ ինքը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր Նարեկ Կարապետյանի հայրը, Նաիրիտի աշխատողները էլի ամիսներ, տարիներ աշխատավարձ չէին ստացել, գնացել էին ցույց էին անում աշխատակազմի դիմաց Սերժ Սարգսյանի։ Դուրս է գալիս։ Այդ հայտնի մամուլում մեծ աժոտաժ բարձրացրած թեմա է։ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը ասում է, ինչ կա բան, տենց խոսում են, բան են անում, ու ինչ որ մի պահի մարդկանց ասում է, ես փող եմ բերում, որ դուք ուտեք, այ համբալներ, կամ այ համբալ, չեմ հիշում, եզակի թվով։ Հասարակ աշխատողներին, որ իրանց մի քանի ամսվա աշխատավարձն էին պանչում, ասում է համբալ։ Լինելով աշխատակազմի ղեկավար, լինելով պետական պաշտոնյա, ասում է համբալ։ Ու լրիվ տրամաբանական է, որ իր որդուն հոչեր ուղարկելու այդ կներեք այդ բառի համար, այդ համբալների երեխեքի հետ ծառայելու։ Եթե իր վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ դա է։ Այդ մարդկանց արյունը կապույտ է։ Աշխատավարձ պահանջող աշխատողներ իրենց համար այո համբալ են։ Ու իրանց որդիները այո համբալների երեխեքի հետ չպետքա ծառայեն իրանց ընկալումը։ Դա իրանց ընկալումն է, դա իրանց աշխարհայացքն է։ Իսկ Նարեկ Կարապետյանը կարող է ազատազրկվել, թե ոչ, ձեր կարծիքով։ Ես չգիտեմ, եթե տեղեկանքը կեղծ է, եթե ես կեղծ տեղեկանք ներկայացնեմ զինվորական ծառայությունից ազատվելու համար, ես է պետք է ազատազրկվեմ ու ձերբակալվեմ։ Դուք մի քիչ բարդ է պատկերացնել, որովհետև ծառայել եք արդեն, բայց ես հիմա կարող է վաղնել, չգիտեմ, ինչ որ վարժական հավաքի են կանչում, եթե կեղծ տեղեկանք ներկայացնեմ դրանից ազատվելու համար, այո, պիտի ձերբակալվեմ։ Ու համապատասխան կամ օրենքը ինչ է նախատեսում, անգիր չեմ հիշում։ Չէ, դե եթե նա ձերբակալվի, հաստատ այդ դիտարկումը կլինի, որը արդեն նշեցի, որ ձերբակալվի շարժումը, այսինքն չէ, կարա ձերբակալվի այն դեպքում, երբ որ այդ բժշկական հետազոտությունը անցնի եւ պարզվի, որ ինքը կեղծ տեղեկանք է տարել բանակ, որ չծառայի։ Այսինքն մենք հաշտենք դրա հետ, որ կարելի է կեղծ տեղեկանք տանել ու չծառայել։ Բայց չէ, դա օքեյ է, դա առհասարակ ինչ որ չէ, հիմա ասում եմ դա կարա լինի մենակ այն դեպքում, երբ որ պարզվի, որ մարդը կեղծ է տարել կեղծ տեղեկանք։ Ձեր ազատազրկվել է նկատի ունեք, կարող է լինել, եթե պարզվի կեղծ։ Այո, եթե պարզվի, որ կեղծ է այդ տեղեկանք, բայց դա օքեյ է, որ մարդը կեղծ տեղեկանք տանի ու բանակից ազատ։ Բայց այդ ամեն ինչը պարզելու համար նախ պետք է մարդը բժշկական զննություն անցնի, որից վախենում է։ Ինձ այդ բանավեճից վախենում է, բժշկական զննություն անցնելուց վախենում է, բանակից վախենում է։
Իսկ պետքա բանը, կուսակցության անունը վախկոտ բառով դնեն, ոչ թե ուժեղ։ Տեսեք, իշխանությունը բավական վարգույններով է Թրամփի ուղին ներկայացնում իբրև խաղաղության գործող, բայց պարոն Նարեկ Կարապետյանը հորդորում է ձեզ հանրության սխալ մեսիջ չտալ, որ այսպես խաղաղությունը երաշխավորված է ԱՄՆ-ի կողմից, մեզ ոչ թե վկա է պետք, այլ երաշխավոր, այ ինչու իշխանություն դուք չեք մտածում Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին կամ այլ հետաքրքիր երկրներ ներգրավել իբրև Ռուսաստանին, Ռուսաստանին ու Չինաստանին որպես ամերիկյան ներդրումների երաշխավոր ներգրավելու համար մի եզակի տենց գերմարտկային ուղեղ է պետք նման մտքի հասնելու ու հանգելու համար, հասկանում եք, որը ես չունեմ, էլի։ Իսկ աշխարհում ոչ մեկ չունի նման գերմարտկային ու վերտիտանական ուղեղ, որով պետքա Չինաստանին ու Ռուսաստանին բերի որպես ամերիկյան ներդրումների երաշխավոր, պարոն Թրամփն էլ բնականաբար ասի, օ, ինչ լավ է, մեր չինացի գործընկերները կերաշխավորեն մեր ներդրումները ու համագործակցության կենտրոն, այսպես բոլոր ազգությունների եւ պետությունների, ինչ վատ է։ Լավ, հանուն արդարության եկեք ֆիքսենք, որ ամեն ապուշություն ու ամեն հեքիաթ չի կարելի լուրջ ընկալել։ Այս մարդիկ զբաղված են հեքիաթներ պատմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հեքիաթներ 20 տարի կառավարել են երկիրը, ստեղծել են այդ 20 տարվա ընթացքում ստեղծվել է ոտից գլուխ 400 կամ 500 հազար աշխատատեղ, հիմա խոստանում են 5 տարում 300 հազար։ Մենք 7 տարում ստեղծել ենք 300 հազար աշխատատեղ ու դա ֆիքսվում է ինչով։ Եթե 2018 թվականին ինձ օրինակ ինչ-որ մեկը ասել, որ սրանից 7 տարի հետո Հայաստանում այնքան աշխատատեղ է լինելու, որ ստիպված Հնդկաստանից են մարդիկ գալու հազարներով այդ աշխատատեղերը լրացնեն, այդ ասել լավ ձեռ է կառնում։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Եկեք հիմա մի հատ ուղղակի բան անենք։ Առաքիչ կանչենք, ինչ-որ մի հատ սնունդ պատվիրենք։ 99% հավանականությամբ օտարազգի մարդ է բերելու։ Այսինքն Հայաստանում ձևավորվել աշխատատեղերի այնպիսի քանակ, լավ առնվազն Երևանում, մարզերում դեռ որոշակի խնդիր կա, բայց մարզերի մասն է կխոսամ։ Առնվազն Երևանում այնպիսի իրավիճակ կա, որ կան աշխատանքներ, որ Հայաստանի քաղաքացիները ուղղակի չեն անում։ Ասում են, սա թող ինչ-որ էմիգրանտներն անեն։ Այն էմիգրանտները, որոնք գալիս են այստեղ աշխատելու։ Մարզերում էլ իդեպ ես քանի տարի, 2 տարի արդեն, որ օրինակ գնում եմ Իջևան, շատ հաճախ հանդիպում եմ կոնկրետ շինարարություններում աշխատող էլի Հնդկաստանի քաղաքացիների։ Այսինքն էլի աշխատատեղերի այնպիսի քանակ կա, որ ստիպված դա լրացվում է օտարազգիներով։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է, ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Աշխատանքային իրավունքների մասին հոգ մտածում ենք ու այդ ուղղությամբ եւս որոշակի գործողություններ կա։ Բավականին Ռիսկը կա, այո, նման առնվազն ռիսկ կա ու այդ ուղղությամբ աշխատում ենք, որովհետև ցանկացած մարդ արժանի է արդար ու լավ վերաբերմունքի։ Տեսեք, այս ուժը ըստ էության, ինչպես պարոն Կարապետյանն է ասում, օգտակար չի համարում ասել Քոչարյանի Սերժ Սարգսյանի հետ ընտրական կոալիցիա կազմելու է, թե չէ, որովհետև նպատակը համերաշխության ստեղծումն է, մինչդեռ դուք հավատացած եք, որ կազմելու է, որն է ձեր փաստարկը։ Հենց խոստովանեցինք այդ եթերի ժամանակ, եթե չեմ սխալվում։ Ուղիղ ասես Գյումրիում ոնց է եղել ասում, այնտեղ կոալիցիա չի եղել, բայց ընտրել են, դե դա կոալիցիա չի։ Դե ակնհայտ է, որ Քոչյանն էր դեռ ասում, որ Գյումրու սցենար պետք է անենք, իրանք են ասում Գյումրու սցենար պետք է անենք, այն մեկներ ասում Գյումրու սցենար պետք է անենք։ Գյումրու սցենարը այդ է։ Այսինքն ձևական հիմա կխափեն, կասեն կոալիցիա չենք կազմելու, բայց ընտրություններից հետո, եթե հանկարծ ստանան նման հնարավորություն, վարկյանական Քոչարյանը եւ Սերժը եւ ռուսաստանցի օլիգարխիկ կուսակցությունը միանգամից կպնելու են իրար, թեկուզ եւ ֆորմալ կոալիցիա չստորագրեն, միանգամից կպնելու են իրար, ձևավորվելու է նույն Սերժ Սարգսյանի կառավարման բուրգը, բրգած է, ուղղակի բրգի գագաթին այս անգամ լինելու են Կարապետյանները ու այդտեղ փայաբաժիններ ունենալու են Սերժն ու Քոչարյանը։ Ու բարի գալուստ էլի հետ դեպի 2000-ականներ ու 2010-ականներ։ Բարի գալուստ այդ բարի ու լավ ժամանակները, երբ որ Նայիրիտի աշխատողներին կարելի էր ասել համբալ։ Իսկ դուք այնպես եք կառավարել, որ մարդիկ չթաղծեն եւ չտենչան նախորդ իշխանություններին։ Ես վստահ եմ, որ մարդիկ չեն թաղծում եւ չեն տենչում նախորդ իշխանություններին։ Մարդիկ մշտապես ավելի լավի փնտրտուքի մեջ են եւ ես ողջունում եմ այդ ավելի լավի փնտրտուքը մարդկանց մեջ։ Ու բնական է, որ ինչ-որ մի օր մարդիկ ընտրելու են մի իշխանություն, որը մեզնից ավելի լավն է լինելու։ Բայց այդ իշխանությունը, որը որ պետք է մեզնից ավելի լավը լինի, դա նախկին իշխանությունները չեն, որ փորձում են ինչ-որ իսրայելցի PR-շիկներով բանով գալ ստեղ մարդկանց ինչ-որ ստեր հորինել։ Դե ադրբեջանական արհեստական համայնք ձևավորվելու վտանգ էլ կա Հայաստանում։
եւ պարոն Կարապետյանը ասում է աշխատելու են այդ ուղղությամբ, որ ցույց Լավ, եկեք դա ձեր իշխանության եկեք ժամանակ առաջացած ռիսկերից չի 300,000 ադրբեջանցիներ վերադարձի հարց։ Ոչ, բայց վերադառնալով բուն թեմային, գիտեք ամբողջ խնդիրը որն է։ Այստեղ այդ ամեն ինչը լիրիկա է, այս ծրագրային կետ, այս մի բան կներեք, էլի թող իրանք իրանց հրյափի արշիքի հետ նստեն նոր բաներ մտածեն, որտեղ մեծ հաշվով այս ընտրությունները մի բանի մասին է։ Այս ընտրությունները հետեւյալի մասն է, պետք է հաղթի կամ խաղաղության կուսակցությունը կամ պատերազմի կուսակցությունը։ Ու իրանք, ինչքան է որ իրանք ձևացնում են, թե իրանք կողմ են խաղաղությանը, կողմ են այս մեկին, կողմ են այն մեկին, չեն կարա իրանք որպես իրանք մեջ բաղադրիչ ունենան Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ու լինեն խաղաղության կուսակցություն։ Իրանք պատերազմի կուսակցություն են ու իրանք պատերազմի կուսակցության մասն են, որտեղ այն բոլոր հեքիաթները, որ իրանք են պատմում, Ռուսաստանին բերենք որպես Թրամփի ուղու երաշխավոր։ Դա նշանակում է ձախողենք Թրամփի ուղի նախագիծը։ Չինաստանին բերենք որպես Թրամփի ուղու երաշխավոր։ Դա նշանակում է ձախողենք Թրամփի ուղի նախագիծը։ Թրամփի ուղի նախագիծը ձախողելը նշանակում է հետ գնալ առճակատման քաղաքականության Ադրբեջանի հետ գնալ առճակատման քաղաքականության Թուրքիայի հետ եւ գնալ պատերազմի։ Պատերազմում էլ դե ինչպես գիտենք, իրանք երաշխավորված են, քանի որ իրանք ծնվել են կապույտ արյունով եւ զորակոչի ենթակա չեն։ Իսկ այ Նայիրիտի աշխատողների երեխաները եւ մյուսների աշխատողների երեխաները կգնան ու այդ իրանց վարած քաղաքականության պատասխանը կտան, քանի որ իրանք որպես պատերազմի կուսակցություն պետքա որ գան իշխանության։ Բայց Չինաստանը ունի ուйղուրների խնդիր, թուրքախոս քաղաքացիների եւ որպեսզի մեր միջոցով Թուրքիան եւ ադրբեջանցիներն ճնշի, կարող է Հայաստանին աջակցել, ներդրումներ անել, երաշխավորել անվտանգություն։ Մեր միջոցով ինչ որ մեկին ճնշելու այդ բանից, այդ տխմարաբանության, այդ մեր ամբողջ պատմական ընթացքում մեզ անընդհատ փակուղի մցրած այդ վիճակից մենք պետքա դուրս գանք։ Մենք ինչ որ մեկի առաջ էլ գործիք չենք կլնելու, որ մեզնով այս մեկին հաթաթա, մեզնով այն մեկին հաթաթա, հետո էլ ասի, այ դուք հաթաթան տվեք, ես կգամ մեջքներից սարի պես կանգնած եմ, հետո երբ որ գալու պահը գա, տենանք որ հոп մեջքներս դատարկա ու բացա։ Այո, թե Փաշինյանը չլիներ իշխանությունը, Սամվել Կարապետյան լիներ, միգուցե այդպես չվարվեր, պարոն Ալեքսանյան։ Ով։ Ռուսաստանը։ Դե ինձ անկեղծ հետաքրքիր Հայաստանի Հանրապետությունում կա մի հոգի, ով դրան հավատում է, նույնիսկ իրանց տանը կա տենց մի հոգի, ով դրան հավատում է։ Ես վստահ եմ, որ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հավատացող չլիներ, այդ թեզը այդքան երկար չէր շրջանառվի։ Չէ, թեզը շրջանառվա, որտեվ հրյա Փիարշիկը մտածել է, որ այդ թեզը պետքա շրջանառել։ Բայց այդ թեզը չպետք է շրջանառել, ու այդ թեզը անտրամաբանական է ու դա ապուշություն է։ Իսկ որ ազգային արժեքներն եք դուք հարվածում, պարոն Կարապետյանի եւ ում ազգային արժեքներ, պարոն Կարապետյանը 3 հայրենիք ունի, օրինակ ռուսական ազգային արժեքներին, կիպրական ազգային արժեքներին, թե իրանց փիարշիկների իսրայելական ազգային, ում ազգային արժեքներին։ Իրանք ինչ կապ ունեն հայկական ազգային արժեքների հետ։ Հայ են, ում հետ կապ ունեն։ Ով է հայ կոնկրետ։ Իրանց օրինակ փիար խումբը հայ չի։ Ով է հայ կոնկրետ։ Իրանց փիար խումբը իսրայելցի է, իդեպ հանկարծ ոչ մի պարագայում սա չընկալվի որպես հակասեմականություն կամ բան լինեին, չգիտեմ, այնտեղ բան կամբոջացի, կասեի կամբոջացի, ընդհանրապես կապ չունի, ուղղակի նկատում եմ օտարազգի են։ Այսինքն դրսից Իսրայելից այս դեպքում մեր վրա տղա են բերել Հայաստանի ժողովրդի վրա, ասում են հեսա մենք ձեզ մեր փիարշիկներով դες տղա բերել։ Փիարշիկներ կամ, չգիտեմ, քաղ տեխնոլոգներ։ Մենք մենք այդ մանկական ժանրերից դուրս ենք իրականում։ Ես հիշում եմ 21-ի ընտրությունները, մենք մերժում ենք քաղ տեխնոլոգիան որպես էություն, մենք մեր ժողովրդի հետ ուղիղ երկխոսություն ենք։ Երբ որ ապագա կարգախոսն էիք որդեգրել 21-ին, հիշում եմ, այն ժամանակ ընդդիմությունը ասում էր, որ Էրդողանի թե որ կուսակցության, այսպես կարգախոսն է։ Ընդդիմությունը միջև հիմա կարծում եմ, ընդդիմությունը միջև հիմա պնդում է, որ այն ձեռքսեղմումը, որը որ կա քաղաքացիական պայմանագրի լոգոյի վրա, դա թուրքական ցանկում ունի։ Մեր ընդդիմությունը մեծամասամբ տխմար է։ Դե եկեք չվիրավորենք ամեն դեպքում։ Դա վիրավորանք չի, դա փաստի արձանագրում է մտածել, որ ձեռքսեղմումը դա թուրքական բան է։ Տեսեք, մի կողմից դուք ասում եք եւ իշխանական է, որ Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքներ են, ԱՀՑ-ն էլ վերջերս այնպիսի զեկույցեր հրապարակվել եւ իրապես տեսնում ենք Սոլովյովի, Դուգինի եւ նմանատիպների հայտարարությունները, սպառնալիքները, որ Ռուսաստանը կարող է զավթել Հայաստանը եւ այլն, բայց մյուս կողմից վարչապետը հիմնում է վարչաբենդ եւ տժալու է հրավիրում երիտասարդներին տժալու հիբրիդային սպառնալիքների պայմաններում։ Հիբրիդային սպառնալիքներին լավագույն արձագանքը ու լավագույն պատասխանը որպես այդպեսին, դա այդ հիբրիդային սպառնալիքների գործնական ազդեցությունը կյանքի վրա թույլ չտալն է։ Այսինքն տժալով չեզոքացնում ենք։ Նաև
որովհետև եթե ձեզ թվում է, թե այդ հիբրիդային սպառնալիք ստեղծողներ ուզում են, որ Հայաստանում բնականon կյանք լինի, դուք սխալվում եք։ Հիբրիդային սպառնալիքների իմաստն այն է, որ մարդկանց սրտերում տարածեն պանիկա, տարածեն վախ, տարածեն սարսափ։ Օրինակ այդ կոնկրետ բանը PR-շիկը շատ մեծ փորձ ունի տարբեր ընտրություններում նմանատիպ սենտիմենտներ մարդկանց նկատմամբ ներարկելու ու վստահ եմ, որ այս եկող ընտրությունների ժամանակ էլ է փորձելու այդ ամեն ինչը անել։ Բայց մեր հակադարձումը դրան որը պետք է լինի։ Ինչ սենտիմենտներ։ Վախ, տագնապ, պանիկա, կործանվել, այո, այն այդ բոլոր բաները, դրան արձագանքը կյանքն է։ Ու երիտասարդները այո պետք է պարեն։ Երիտասարդները պիտի այո Հայաստանի Հանրապետությունում խաղաղ երկնքի տակ ապրեն, այդ խաղաղ երկնքի տակ պիտի պարեն, այդ խաղաղ երկնքի տակ պիտի վայելեն իրենց կյանքը։ Էդ է մեր խոստումը մեր քաղաքացիներին։ Ու անկախ նրանից իրանք միլիարդատիրոջ զավակներ են, թե Նայիրիտի օրինակ աշխատողի զավակներ են։ Մեր ասածներն չկան կապույտ արյունով եւ կարմիր արյունով մարդիկ, բոլորի արյունը կարմիր է։ Բոլորը պիտի ապրեն խաղաղ երկնքի տակ։ Մյուս կողմից էլ նաեւ այն քննադատությունը կա, որ երկրում այսքան խնդիրներ կան, վարչապետը նվագում է եւ նվագում։ Անհամարժեքություն չի։ Երկրում այսքան խնդիրների ուղղությամբ մենք աշխատում ենք ու մեզնից շատ ոչ մեկ չի աշխատել։ Ոչ մի նախկին իշխանություն։ Նվագելով այդ խնդիրները լուծվում է, պարոն Ալեքսանյան։ Հիմա որ օրինակ ոչ աշխատանքային օրը կամ ոչ աշխատանքային ժամին նվագելու փոխարեն վարչապետը նստեր տանը գիրք կարդար։ Դրանով լուծվելու էր խնդիրը։ Այո, ավելի խելացի կդառնար եւ միգուցե ավելի լավ։ Իսկ եթե օրինակ բան ալներ, տենց բան շատ գեղարվեստական ինչ որ մի հատ դետեկտիվ գիրք կարդար, ինչով ավելի լավը կլներ խնդիրների լուծումը։ Չեմ կարող հետևանքները չափել դրանով։ Ես կարծում եմ, որ սենց շատ ավելի լավ կլինի ու շատ մեծ միջոցառում է լինելու հունիսի 30-ին ու ես շատ մեծ ակտիվություն կա քաղաքացիների գրանցման։ Ներկա կլինենք, այո, մեր կուսակցական ֆորմատով է դա կազմակերպվում իրականում ու հուսակ ռաբիս երկեր չեն հնչի ինչպես վերջերս օրինակ, ինչն է խնդիրը։ Ուր որ գնաս հետդ կգամ եւ այդ երկի խնդիրը։ Լավ, ճաշակի հարց եկեք ես երաշտական ռասիզմին մշտապես դեմ եմ եղել։ Լավ։ Տեսեք, Լավրովը վերջերս մտահոգություն էր հայտնել, որ Եվրամիությունը ըստ էության աջակցելու է Հայաստանի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարել Մոլդովայի օրինակով։ Նա ակնարկային է, որ գիտեք, Մոլդովայի սցենարը, որ հաճախ բերվում է, դա ընտրությունների կեղծման սցենար է, այնտեղ մանրամասնում է։ Հետևաբար, եթե կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրառվելու է մոլդովական սցենարը, ես լինեի հայ ժողովրդի փոխարեն կանհանգստանայի փաստորեն դեռ ընտրությունները չսկսված ընտրակեղծիքների անուղակի մեղադրանք կամ գոնե ակնարկ Ռուսաստանից։ Ես եթե չեմ սխալվում, այս տարին նաև Ռուսաստանում է ընտրական, չէ՞։ Եթե չեմ սխալվում, Դումայի ընտրություններ պիտի լինեն։ Իմ համեստ կարծիքով իհարկե չեմ պնդում, բացառապես իմ անձնական ու շատ համեստ կարծիքն է, իսկ հիմա պարոն Լավրովը շատ ավելի զբաղված պետք է լինի Ռուսաստանի ընտրությունների դրանցում հնարավոր կեղծիքների չեզոքացման, հնարավոր մրցակցային պայմանների ապահովման այդ ընտրություններում, հա, իրենք չեն կեղծում, մրցակիցները չկան, ով պետք է կեղծի, պարոն Ալեքսանյան։ Դե չգիտեմ, դե թող ուրեմն գուցե եթե դա իրանց ներքին գործն է, էլի, եթե իրանց որպես ներքին ընտրություններ իրանք դա են համարում ընտրությունների էտալոնը, ես չգիտեմ, օրինակ մենք կարողանանք երբևէ հասնել այդ իրանց պատկերացրած էտալոնին, վստահ եմ, որ չենք էլ փորձի, բայց մենք ժողովրդավարության մեր ուղին կձախողենք, պարոն Ալեքսանյան, եթե այդպիսի ուղով գնանք, բայց նաև Վարդան Ղուկասյանը իր քաղաքական տեսակետը արտահայտելու համար է ազատազրկված։ Գիտեիք։ Չէ, չգիտեի, որտեղ կաշառք լափելու փորձի համար է։ Չվիրավորենք, խնդրում եմ, բայց ասածը դա է, որ երևի միութենական պետության մասին հայտարարություն նկատի ուներ։ Այդ գործը կարճվել է։ Եթե չեմ սխալվում, այդ գործը կարճվել է, իսկ այն մյուս գործը, որտեղ 2 միլիոն, քանի միլիոններ չեմ էլ հիշում արդեն, քանի միլիոն ինչ-որ մեկից ստանալու թեմաներ, այդ է, հիմա եթե դա խոսք է, որ Պաշտոնյան ինչ-որ մեկից փող է ուզում վերցնի, դե խոսքը, հա, ասում եմ, օրինակ ինձ 2 միլիոն բան տուր, բայց եթե դա նկատի ունի որպես ազատ խոսք, չգիտեմ։ Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական գործիչները, ովքեր պաշտպանում են Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը եւ խորացումը, չեն ենթարկվի հետապնդման։ Կետ Սերգեյ Լավրով։ Ես էլ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները Հայաստանում, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը եւ մնացածը, չեն զբաղվի կոռուպցիայով։
Նույնը նաև ցանկացած ուրիշ պետության հետ համագործակցությունը բանանով, որտեղ ցանկացած պարագայում, հակառակ պարագայում նրանք բոլորը դատվելու են, բռնվելու են, կալանավորվելու են, հետո գնալու են բանդ, որտեղ տարիներ են անցկացնելու։ Հետո, չգիտեմ, այս մարդիկ էլ ասելու են, դա պայմանավորված է սրանով, չէ։ Ընդհանրապես պետքա կարծում եմ շատ լավ կլիներ, եթե օրինակ պարոն Լավրովը հորդորեր, որպեսզի այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման եւ մնացածի կողմնակից են, այդ մարդիկ ուղղակի փող չլափեն։ Այսինքն կաշառք չլափեն, ուրիշ բյուջեի փողեր չլափեն, այս չանեն, ինչ չանեն, գուցե իրեն լսեին, որտեղ մենք առնվազն հորդորում ենք, մեզ չեն լսում։ Ամփոփիչ հարց արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես նշեցի, Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հարցին անդրադառնալիս նշել է նաև, որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու այսպես մեխանիզմ կարող է գործարկվել, եթե ընտրությունում իրենց այդ արտաքին դերակատարներին ցանկալի արդյունք չի ապահովում, դուք կարող եք արդյոք խոստանալ կամ երաշխավորել, որ որևէ բիծ չի լինելու, որովհետև իշխանության դեմ կա նաև վարչական ռեսուրս կիրառելու մեղադրանք, որը պարբերաբար կրկնվում է։ Այդ մեղադրանքը ուղղակի ֆոնի համար է կրկնվում, կներեք, էլի այդ վարչական ռեսուրս կիրառելու ֆոնային դա ապահովման միջոց է ինչ-որ բան, որ վարչական ռեսուրս, որտեղ հազար ներողություն, բայց մենք հասել ենք մի իրավիճակի Հայաստանի Հանրապետությունում, որ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը անձամբ ասում է, որ Հայաստանում ընտրություններով է որոշվելու, ով պետք է լինի իշխանություն։ Այո, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ ընտրություններով է որոշվում, ով կլինի երկրի վարչապետ, ով կլինի խորհրդարանուի անդամ, ով կլինի քաղաքապետ, ով կլինի ավականու անդամ։ Ու տենց է, ու այդպես է լինելու։ Ուրիշ բան, որ մարդիկ են լինելու, որ փորձելու են թեկուզ եւ պարզ ջուրը պղտորացնել եւ այդ պղտոր ջրում ձուկ որսալ, բայց այս ընտրությունների թիվ 1 հարցականը, թիվ 1 բանը, ինչ են ասում, ոնց են ասում։ Հարցադրումը միգուցե։ Չէ, հարցադրումն էլ չէ։ Նշանակությունը, չգիտեմ ինչ է։ Թիվ 1 հարցականը որպես այդպեսին, ամենաբանը էպոտաժային հարցականը որպես այդպեսին իմ ընկալմամբ ուրիշ բան է։ Իմ ընկալմամբ դա հետեւյալն է։ Օրինակ գիտեք, որ 21 թվականի ընտրություններից առաջ, երբ որ պատերազմ էր եղել, պարտություններ եղել ու շատերին թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը հեսա գալու իշխանության դառնա, Աննա Գրիգորյանը մեր թիմից գնաց Ռոբերտ Քոչարյանի թիմ։ Հիմա ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը անցողիկ շեմը չի հաղթահարելու։ Հարց համար 1 թիվ հարցը այս ընտրությունների։ Աննա Գրիգորյանը կդիմի քաղաքացիական պայմանագրին անդամակցելու եւ մեր ցուցակով ազգային ժողով գնալու, թե չէ։ Ես վստահ եմ, որ ոչ, Տիկին Գրիգորյանի կհրավիրենք հարցազրույցի եւ Ես վստահ, իդեպ ես այս թեմայով մեր քաղաքացիներին խնդրում եմ իրանք էլ իրենց կարծիքը գրեն, հասկանանք։ Ես պնդում եմ, որ այո, դիմելու է ու մենք մերժելու ենք, բայց հասկանանք։ Շնորհակալություն զրույցի համար, Factor TV-ում հյուրընկալել էինք Վահագն Ալեքսանյանին։